Նիկոլ Փաշինյանի պես այս մարդիկ էլ ուզում են ամեն առավոտ արթնանալ ու գործի գնալ, ինչպես անում էին, երբ դեռ կապարակնքված չէին Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունների դռները։ Դռները բաց են։ Գնամ իրանց պես աշխատանքի։ Հարգելիս, ինքը ոնց է եկել աշխատանքի։ Ես էլ ուզում եմ գնամ իմ աշխատանքի։ Հեն ազգի պահապանները, ես ոստիկաններին ազգի պահապան եմ ասում։ Եկել են աշխատանքի, որտեղ հանգարց միջադեպեր չլինի, չէ։ Ես էլ ուզում եմ գնամ իմ աշխատանքի, երեխուն մարզեմ, բայ։ Էրիկ Օհանյանը խառը մենամարտերի հրահանգիչ էր Օլիմպիավան մարզահամալիրում։ Հունիս, հուլիս արդեն 2 ամիս փող չի ստացել։ Հարգելի կառավարություն, ինչ գիտեք, ովս ում ենք ընտրել։ Չէ, եթե ուզում եք ինչ-որ մեզ դաղեք, չէ, կներեք, մեր տուն արդեն մտակ, ինչա նշանակում մեր տուն մտակ, հիպոթեկս չեմ կարում փակել, ինչ անեմ, բացեք Օլիմպիավանը գոնես օգոստոսի 1-ից, մենք անցնենք մեր աշխատանքին, երբ էլ ձեզ պետք է ինչ-որ զննում եք, հնում եք, չգիտեմ ինչ եք անում, ձեր աշխատանքը չի խոչընդոտում մեր աշխատանքին։ Ծառուկյանի ընկերությունների փակվելու պատճառով հազարավոր ընտանիքներ են մնացել առանց օրվա հացի։ Այսօր 3 հոգի։ Այս մարդն էր Օլիմպիավանում աշխատում, որդիներն էլ, ինքը մեծերին էր մարզում, որդիները փոքրերին։ Ես հասկանում եմ պետական հարցեր կա, դա ասենք իրանց հետ է կապված, բայց ես որպես աշխատող իմ համար անհասկանալի է ինչի եմ ես ու իմ 2 տղաները այսօր անգործ։ 2 օր առաջ վարկը փակելու համար ստիպված պարտք է վերցրել, բայց ինչու, եթե ուներ սիրած գործ։ Նոր աշխատանք գտնելը Հայաստանում այդքան հեշտ է։ Ես կոնկրետ ունեմ վարկ, դիմեցի բանկին, բանկն ասեց մեր պրակտիկայի մեջ նման բան չկա, մենք ձեզ ոչինչով չենք կարող օգնենք։ Այսինքն ինչ եմ անում, պարտք եմ արել, տարել եմ բանկի փողը, տվել եմ, որ չընկնեմ սև ցուցակ։ Մարդիկ շատ անորոշ վիճակի մեջ են, չգիտեն, նոր աշխատանք ման, սպասեմ։ Անորոշության մեջ են նաև Օլիմպիավանի հաճախորդները, որոնք թանկարժեք փաթեթներ էին գնել ու հիմա չեն կարողանում մտնել մարզասրահներ։ Մոռացեք այդ ամեն ինչը։ Ձեր մուծածները ինձ թվում է կորելու է կամ էլ եկեք պահանջեք։ Թող իրանք պատասխանեն։ Ընտանիք կա, որ ամբողջ ընտանիքով փաթեթ են վերցրել տարեկան, հարգելիս։ Միլիոն քանի 100,000 դրամից եմ խոսում։ Օլիմպիավանում մարզվում էին տարբեր մարզաձևերի աշխարհի առաջնությունների պատրաստվող երեխաներ։ Հիմա նրանք մարզավիճակից ընկել են, մտահոգվում են մարզիչները։ Մարզիկներն էլ ոչինչով չեն զբաղվում, քանի որ չունեն միջավայր։ Կոնկրետ մերը լողավազանն է, որտեղ տանենք այդ երեխաներին, որ մարզվեն։ Լողան։ Մեզ լողավազան է հարկավոր։ Շաբաթ օրը հրավիրում եմ ձոր բոլորիդ, եկեք նայեք ոնց են աշխարհի մրցումներին պատրաստվում։ Ես sense բան մեկ է տեսել եմ 91-2 թվականներին։ Եվրոմոթորսի տնօրեն նահազանգում է, որ ընկերություններում ջրի խողովակ է պայթել, կարևոր պահեստամասեր են փչացել։ Մենք շատ մեծ գորուսներ ենք, ասինքն 3 իմացանք, որ մեր մոտ ինչ-որ ջուրի խողովակ է դրակել եւ ունենք ակին պահեստամասեր, շինձու մեղադրանքներով եկել են ներխուժել են եւ արգրավել են մեր սերվերները, մեր կոմպյուտերները եւ մեր աշխատանքը խափանել են, ինչպես գիտեք, մենք միջազգային BMW, Mini եւ Rolls-Royce-ի ներկայացուցիչ ենք։ Այս մեկը նաեւ Հայաստանի վարկը գցում է քեդին։ Բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսը մտնում են կառավարություն իրենց բողոքն ու պահանջները ձևակերպելու։ Մի քանի րոպե անց դժգոհ դուրս են գալիս, ներսում բողոքը լսել են, հարցերին չեն պատասխանել։ Ցուցարարները կառավարությանը ժամանակ են տալիս մինչև 2 Ասում են, եթե իրենց հարցը լուծում չստանա, կվերադառնան կառավարության մոտ ու չեն հեռանա։ Լիլիթ Գասպարյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։